Սոցիալական ցանցերում կեղծ ինքնությամբ հանդես գալը վաղուց վերածվել է համակարգված հանցավոր մեխանիզմի, որի թիրախում հաճախ հայտնվում են վստահող քաղաքացիները, այդ թվում արտերկրում բնակվող հայերը։ Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբերհանցագործությունների եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում իրականացված քննությամբ պարզվել է, որ 2021 թվականի փետրվարից մինչև 24 թվականի մարտը ընկած ժամանակահատվածում երկու անձինք Facebook սոցիալական ցանցում ստեղծել են կեղծ անհատական էջեր, հիմնականում Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակվող հայրենակիցների լուսանկարներով։ Կեղծ էջերով նրանք ներկայանում էին այդ անձանց ընկերներին եւ բարեկամներին, ստեղծելով վստահության մթնոլորտ եւ տարբեր պատրվակներով գումարներ պահանջում։ Օգտագործված սխեման դասական է, սակայն արդյունավետ։ Հանցագործները խաղարկել են մարդկային մտերմությունն ու վախերը, հիվանդություն, շտապ ֆինանսական կարիք, անսպասելի խնդիրներ։ Արդյունքում քաղաքացիները գումարներ են փոխանցել, վստահ լինելով, որ օգնում են իրենց հարազատին կամ ընկերոջը։ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբերհանցագործների եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործների քննության վարչությունում իրականացված ապացուցողական եւ վարույթային գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2021 թվականի փետրվարից մինչև 2024 թվականի մարտն ընկած ժամանակահատվածում երկու անձինք Facebook սոցիալական կայքում ստեղծել են օտարերկրյա հիմնականում Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակվող հայրենակիցների լուսանկարներով կեղծ անհատական էջեր, որոնց միջոցով ներկայանալով այդ անձանց հարազատներին եւ ընկերներին նրանց անունից տարբեր պատրվակներով խաբեության եղանակով հափշտակել են գումարներ եւ այդ գումարները ստանալու նպատակով տրամադրել են իրենց կողմից նախապես ստեղծված բջջային հեռախոսահամարներով նույնականացված էլեկտրոնային դրամապանակների եւ բանկային քարտերի տվյալներ, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում կրիպտոակտիվների առքովաճառք իրականացնող տնտեսվարողների էլեկտրոնային դրամապանակների եւ բանկային քարտերի տվյալներ։ Արդյունքում վերջիններս հափշտակել են հանցավոր ճանապարհով ստացված խոշոր չափերով 686320 ՀՀ դրամի չափով գումարը։ Նախաքննությամբ պարզվել է նաև, որ 2021-ից 23 թվականների ընթացքում նույն անձինք նախնական համաձայնությամբ ձեռնարկել են առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման գործողություններ։ Նրանց նպատակը եղել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի աղբյուրը խեղաթյուրելը եւ այդ գույքին օրինական տեսք հաղորդելը։ Ըստ քննչական մարմնի, փողերի լվացման ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 10 միլիոն դրամ։ 2021 թվականից մինչև 2023 թվականին ընկած ժամանակահատվածում վերջիններս նախնական համաձայնության գալով առանձնապես խոշոր չափերով գույքի ձեռքբերման աղբյուրը խեղաթյուրելու, այդ գույքին օրինական տեսք հաղորդելու եւ իրենց կատարած խարդախությունների համար քրեական պատասխանատվությունից խուսափելու շուրջ կատարել են առանձնապես խոշոր չափերով շուրջ 10.542.500 ՀՀ դրամի չափով փողերի լվացում։ Մեղադրյալների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի երկրորդ մասի առաջին եւ երրորդ կետերով, այն է խոշոր չափերով խարդախությունը մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ եւ 296-րդ հոդվածի երրորդ մասի երրորդ կետով, այն է առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը։ Ենթադրյալ հանցանք կատարած անձանց առաջադրվել են մեղադրանքներ։ Մեղադրյալներից մեկի վերաբերյալ քրեական վարույթը 2025 թվականի փետրվարի 21-ին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին, քրեական գործը ներկայումս գտնվում է դատաքննության փուլում։ Մյուս մեղադրյալի վերաբերյալ հայտարարվել էր հետախուզում, վերջինս հետախուզական գործի շրջանակներում Ռուսաստանի Դաշնության եւ ապահ մարմինների կողմից հայտնաբերվել եւ 2025 թվականի նոյեմբերին արտահանձվել է Հայաստանի Հանրապետություն, վերջինիս ներկայացրել էին վարույթ իրականացնող մարմնի։ Մեղադրյալի ներկայացվել է մեղադրանք, վերջինս ամբողջությամբ ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը, դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոցներ համակցությամբ կիրառվել է վարչական հսկողությունը, գրավը եւ բացակայելու արգելքը։ Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին, ներկայումս քրեական գործը գտնվում է դատաքննության փուլում, ինչպես նաև նշեմ, որ մեղադրյալների կողմից պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է։ Այս գործը հերթական անգամ հիշեցնում է, որ կիբերհանցագործությունները հաճախ ունեն ոչ միայն անհատական, այլև ֆինանսական լայնածավալ հետևանքներ։ Իրավապահների համար նման գործերի քննությունը պահանջում է ոչ միայն դասական քննչական գործողություններ, այլ թվային հետքեր, բանկային հոսքեր
եւ միջազգային կապեր վերլուծելու կարողություն։ Միաժամանակ այն ազդակ է նաեւ քաղաքացիների համար։ Սոցիալական ցանցերում անգամ ծանոթ թվացող էջերից ստացվող խնդրանքները պետք է ենթարկվեն խիստ ստուգման։ Թվային վստահությունը կարող է թանկ արժենալ, իսկ նման հանցագործությունների կանխարգելման առաջին գիծը շարունակում է մնալ իրազեկված օգտատերը։